Հայաստանում ընտանեկան բռնությունը հաճախ դիտարկվում է որպես բացառապես ընտանեկան խնդիր։ Իսկ հասարակության մեծամասնությունը համարում է, որ այն պետք է լուծվի ընտանիքի ներսում։ Դիմել ոստիկանություն, բարձրաձայնել խնդիրը ամոթ է։ Ինչի է հանգեցնում ամոթը։ Շատ հաճախ առերեսվում ենք զարհուրելի իրականության հետ, կնոջն այրելուց մինչև կնասպանության դեպքերի արձանագրում։ Լռել, թե բարձրաձայնել։ Հայ կանանց մեծ մասն այսօր վստահաբար նշում է, բռնությունը չպետք է հանդուրժել։ Ինչ եք կարծում, ընտանիքը պահպանելու համար պետք է հանդուրժել բռնությունը։ Ոչ։ Բռնությունը ոնց կարելի է հանդուրժել, եթե ընտանիքը պահես ու ինքդ քեզ վնասես։ Այս սերունդը հաստատ չի տանի, հաստատ։ Պարտադիր պետք է իրավունքները պաշտպանել եւ բարձրաձայնել։ Բարձրաձայնել անունները կհելնի, չբարձրաձայնեն իրանք են տուժում, բալես։ Եթե շատ սիրում են իրանց ընտանիքին, երեխաները շատ է պետք է պահեն։ Թեկուզ բռնության։ Թեկուզ բռնության։ Էտա։ Ես օրինակ դեմ եմ, որ ընտանիքները քայքայվում են։ Ես չեմ ուզում։ Ոչ մեկի ընտանիքը քայքայվի։ Մեծահասակներ, երեխաներ, կանայք հիմնականում բռնությունն իրականացվում է խոցելի խմբերի շրջանում։ Կանանց նկատմամբ բռնությունը համաշխարհային խնդիր է, որն ազդում է աշխարհում յուրաքանչյուր երրորդ կնոջ վրա։ Բռնությունն արտահայտվում է տարբեր ձևով՝ ֆիզիկական, սեռական, հոգեբանական, տնտեսական։ Հոգեբան Կարինե Սարգսյանն առանձնակի ուշադրություն է հրավիրում տնտեսական բռնության վրա։ Տնտեսական բռնությունը դա այն բռնություն է, երբ դիմացինը դիտավորյալ կախվածության մեջ է դնում իրենից, մարդուն կենսական անհրաժեշտության պայմաններից։ Օրինակ, չի թողնում, որ մարդը գնա աշխատի, սեփական գումար ունենա, չի թողնում, որ տան անդամը առևտուր անի, առանց ամբողջ ֆինանսը ղեկավարվում է մեկի կողմից եւ մնացածը ունենում են կախվածություն։ Այսինքն բռնությունը, եթե պարզ բառերով ասենք, դա իշխանության կիրառություն է դիմացինի իրավունքները սահմանափակելով։ Մասնագետը ցավով է նշում, մեր երկրում քրեական պատասխանատվությունը նախատեսված է միայն ֆիզիկական եւ սեռական բռնությունների դեպքում։ Հոգեբանական բռնությունների դեպքում իրավական մարմինները երևույթն անտեսում են։ Հայաստանի Հանրապետությունում բռնության հետևանքները լինելու դեպքում կոնկրետ փաստերով մարդիկ դիմում են, ոչինչ չի արվում։ Ոչինչ չէ, ուր մնաց է հոգեբանական բռնության, տնտեսական բռնության, արհամարհանքի եւ այլի հետ կապված բռնությունները, որոնք ընդհանրապես չեն էլ արձանագրի որպես դեպք։ Գիտեք, խնդիրը ինչումն է, որ նույն այդ իրավապահ մարմինները, ոստիկանություն եւ այլ բոլորը նույն հասարակությունից են, իսկ մեր հասարակության մեջ բռնության ինչ որ տեսակներ կան, որոնք շատ ընդունելի են։ Օրինակ, եթե տանը դեպք է եղել, վեճ է եղել, իրար վիրավորել են, դա էլ է բռնություն, դա ընդունելի է։ Եթե նույնիսկ ձեռք է բարձրացել, դա ընդունելի է։ Եթե մարդը պատմում է իր հարևաններին, իր հարազատներին, բոլորը ասում են ոչինչ։ Պետք է թողնել դա այդպես ոնց որ կա, դու ես մեղավոր եւ այլն։ Կնոջը սովորաբար ավելի թույլին, սովորաբար հասարակությունը ճնշում է։ Հոգեբանն իրավական կարգավորումների կարիք է տեսնում, որպես օրինակ ներկայացնում է զարգացած երկրների փորձը։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներում կինը դիմի, որ 7 տարի առաջ իրեն ենթարկել են բռնության, ապա դա կքննվի ամենայն հավանականությամբ կպատժի բռնության ենթարկողը։ Ինչ է սա նշանակում, որ այդ հասարակության մեջ ընդունված է նա, որ դու եթե երբևէ բռնություն ես կիրառել, դու կպատժվես, երբևէ։ Այսինքն 7 տարի հետո այդ ապացույցները բռնության արդեն չկան։ Բայց իրավական մարմինները հիմք են ընդունում եւ կիրառում են պատժամիջոցներ։ Ընտանիքը փրկելու համար զոհողությունների չպետք է գնալ, ասում է հոգեբան Կարինե Սարգսյանն ու նկատում։ Այդ միջավայրում մեծանում են բռնակալ երեխաներ, ինչն էլ հասարակությունում ձևավորում է անառողջ մթնոլորտ։ Բռնության ցանկացած դեպքում արձագանքել, բռնությունը դադարեցնել, խզել եւ պատժել։ Այս դրա հետևանքով կլինեն առողջ ընտանիքներ, այդ ընտանիքներում կմեծանան առողջ երեխաներ, հոգեպես նկատի ունեմ նաև ֆիզիկապես, եւ հասարակությունն ընդհանրապես կդառնա ավելի առողջ։ Մեր օրերում սոցհարթակներում ծավալվող քննարկումները, կանանց իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները նպաստում են ընտանեկան բռնության դեպքերի բարձրաձայնմանը, դրանց կանխարգելմանը։ Միայն թե բռնարարները կզրկվեն ձեռքերից, եթե ցանկացած բռնության դեպք արձանագրվի։ Հասմիկ Ֆարադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։